Վերջերս խոսում էի տոնային կրեմը դնելու մասին, թե ինչպես անել, որպեսզի ունենալ գեղեցիկ ֆինիշ, եւ նաեւ նշեցի ձեռքերով դնելու տարբերակի մասին, ցույց եմ տալու, թե ինչպես ձեր սեփական իսկ ձեռքերը օգտագործել որպես տոնային կրեմը դնող գործիք։ Կա տոնային կրեմի տեսակներ, ավելի կոնկրետ մեկ տեսակ, դա մատվի տոնային կրեմն է, որը ֆիքսվում է դեմքի վրա եւ ստանում է դիմափոշու տեսք։ Խորհուրդ չեմ տա, որ դնեք ձեռքերով, քանի որ այն շատ շուտ ֆիքսվում է, չորանում է եւ դուք ուղղակի չեք հասցնի ձեռքերով այն տարածել։ Ակտուալ ու շատ սիրուն տոնային կրեմի տեսակներ են խոնավ եւ լուսարձակող տոնային կրեմերը, որոնք տալիս են դեմքին հրաշալի խնամված առողջ տեսք, ավելի հարմար է ձեռքերով դնել իրենց խոնավության պատճառով։ Երբ որ դուք դնում եք վրձնի վրա, վրձնի մազերը սկսում են իրար կպնել, ամբողջ այդ տոնայինը մտնում է այդ մազերի մեջ, դեմքի վրա սկսում է գծեր դնել։ Այս օգտագործման ձևը կարելի է միայն ինքներդ ձեզ։ Դիմահարդար մոդել կամ հաճախորդ տարբերակը չի քննարկվում։ 1, 2, 3 կաթիլ վերցնում ենք։ Սկզբում ամբողջությամբ այսպես կետերով տարածում ենք դեմքին։ Դեպի ներքև ձգելով տոնային կրեմը սկսում ենք տարածել ամբողջ դեմքով մեկ։ Անպայման քթի այս ամենադժվարին մասերին ենք դնում, այնքան նուրբ, որ մաշկը չվնասենք։ Սկսում ենք տոնայինը տպտպացնելով կպցնել մեր մաշկին։ Ահա։ Այս տեխնիկան կոչվում է ստիպլինգ, որի մասին 2018 թվականից ձեզ պատմում եմ։ Ձեռքերի վրա ինչ որ մնացել է, քաշում ենք դեպի պարանոց, որպեսզի այսենց ընդգծված սահման չունենանք։ Պանձեռոցիկները վերցնում եմ միցելյար ջրով, որ միանգամից մաքրվի, վերցնում եմ խոնավ սպունգը եւ այսպես տպտպացնող շարժումներով ամբողջ դեմքի վրայով անցնում եմ։ Եթե առանց բացատրելու դնեմ, մոտավոր հաշվեք 10-15-ը արդեն պատրաստած է ձեր տոնային կրեմը։ Հուսով եմ օգտակար եղա եւ եթե հավանեցիք սեղմեք այն սիրուն սրտիկին, մասնակցեք մեկնաբանություններում, թե ինչպես եք դուք տոնային կրեմը դնում եւ արդյոք գոհ եք ձեր տոնային կրեմի ֆինիշից։